Վարչապետ Փաշինյանը հայ ժողովրդի անունից մերժեց հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կողմից։ Նրան դուր չեկավ ձևը, բովանդակությունը այդ ճանաչման եւ նա հարց է տալիս ինչ շահ ունի հայ ժողովուրդը նման ճանաչումներից։ Լավ կլներ, որ Նեթանյահուն ծնկաչոք ճանաչեր ցեղասպանությունը Սիոն լեռան գագաթին, բայց այդ գագաթին Երուսաղեմում վաղուց գտնվում է հայկական թաղամասը։ Ինչ վերաբերվում է բովանդակությանը, Փաշինյանը մերձեցում այն երկրի եւ այն վարչապետի հետ Նեթանյահուի, ով կանգնած է Ալիևի, Պուտինի, Թրամփի շատ ու շատ որոշումների ետևում։ Թրամփը օրինակ չի տարբերում Հայաստանը Ալբանիայից, բայց դա չի վիրավորում Փաշինյանին։ Իսկ այստեղ Փաշինյանը մերժում է Իսրայելի հետ մերձեցում, ինչպես Հայաստանը մերժեց Իսրայելի առաջարկը ԱԹՍ-ներ ստանալու Իսրայելից պատերազմից առաջ, ինչպես Փաշինյանը մերժեց պատերազմից հետո Իսրայելից եկած մարդասիրական օգնության առաջարկը։ Ահա ինչից է զրկում Հայաստանին Նիկոլ Փաշինյանը։ Փոխանակ նա ասում է, որ Հայաստանը շահ չունի ցեղասպանության ճանաչումից։ Գիտեք, պարոն վարչապետ, ցեղասպանությունը շահով չի չափավորվում, բայց հրեաները օրինակ կարողացան անգամ իրենց ցեղասպանություն շահել եւ մինչեւ հիմա փող են ստանում Գերմանիայից որպես կոմպենսացիա իրենց սպանության համար։